Ստեղծիր իրականությանը մոտ նկար, իբր Կամչատկայում ձյունը ծածկել է 9 հարկանի շենքը եւ մարդիկ սահում են ձյան վրայով։ Ընդամենը մի քանի վայրկյան եւ հայտնի ChatGPT-ն կստեղծի մեր ուզած պատկերը։ Այսօր բազմաթիվ ծրագրեր կան, որոնց միջոցով հնարավոր է տեսանյութեր եւ նկարներ ստեղծել։ Արհեստական բանականությունը այնքան է զարգացել, որ իրականը կեղծից տարբերելը հեշտ չէ։ Եթե 2 մետր ձյուն է եկել, ինչպես կարող է դա ծածկել 45 մետրան շենքը, նույնիսկ եթե անտանելի ձյունաբուք լինի։ Երիկա մարդու երևակայությունը մի քիչ շատ աշխատի, արդեն սկսում են պատկերացնել շատ ավելի շատ։ Կամչատկայում գրանցվել են ձյան ռեկորդային քանակի տեղումներ։ Այս մասին տեղեկացրել է ռուսական մամուլը, հղում անելով տեղական իշխանություններին, հիդրոօթերոթաբանության ծառայությանը եւ թղթակիցներին։ Իրականին զուգահեռ տարածվել են նաև արհեստական բանականությամբ ստեղծված տեսանյութեր։ Օրինակ, այս կադրերն իրական են, իսկ սրանք, որտեղ ձյունը ծածկել է բարձրահարկ շենքերը, մարդիկ դահուկներով սահում են, ձյան միջից արջ է դուրս գալիս, արհեստական բանականությունն է ստեղծել։ Այդ բարձրության վրա պիտի լիներ փուխր քամու տված ձյուն, չէր կարող լինել այդ ամրության ձյուն, որի վրայով դահուկներով սահեին։ Արագացումն էլ անտրամաբանական, այսինքն մենք տեսնում ենք այդ վիդեոներում, պարզ ֆիզիկա, որ եթե այդ բարձրությունից այդ արագությամբ նման թեքությամբ իջներ տաղուկորդը, նա ջախջախվելու էր։ Տարբեր օգտատերեր, նույնիսկ լրատվամիջոցներ AI-ով ստեղծված տեսանյութերն ու նկարները իրական են համարել եւ մտածել, որ այդ իրավիճակը Կամչատկայում է։ Բազմաթիվ Instagram, YouTube-ի ալիքներ էին դա տարածում, որպեսզի արագ լսարան հավաքեն։ Ի վերջո, այո, ուրախ է նայել արհեստական բանականությամբ գեներացված նման տեսանյութեր, դուք ինքներդ էլ կարող եք այդպիսի տեսանյութեր գեներացնել եւ ուրախանալ, բայց ձեր ամբողջ ժամանակը ծախսել դրանք նայելու, ավելին դա վերատարածելու եւ ձեր լսարանի մոտ էլ այդ պատրանքները ստեղծելու վրա չարժի։ Այսօր արհեստական բանականությամբ ստեղծված կոնտենտը սոցցանցերում մեծ տեղ է զբաղեցնում։ Եթե մոտ կես տարի առաջ արհեստական բանականությունը կիրառվում էր զվարճանքի, զեղծարարության կամ էլ ապատեղեկություն տարածելու համար, այսօր այդ գործիքի շնորհիվ հնարավոր է գումար վաստակել։ YouTube-ը շուտվանից կա մոնետիզացիա, հիմա Facebook-ն էլ ունի, Հայաստանում չկա, բայց շատ երկրներում կա Instagram-ը, TikTok-ը, ինչքան շատ դիտում ունես, այդքան շատ գումար կարող ես աշխատել եւ շատերը հասկացան, որ արհեստական բանականության վրա կարելի է իսկապես միլիոններ դիզել։ Ըստ մեդիա փորձագետի, վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ օրինակ TikTok-ի ամենաթրենդային տեսանյութերի մեծ մասը արհեստական բանականությամբ են ստեղծված։ Խնդիրն անում է, որ մարդկանց մեծ մասը մտահոգացել չի տեղեկատվություն ստուգելով։ Մարդկանց պետք է, որ տենց ցնցող են, որ անգլերեն ասում են wow էֆեկտ ունենա։ Դրա համար այնքան որ հետաքրքիր եղավ, մարդիկ նայում են, ուրախանում են, տարածում են շատ դեպքերում, որ ասում են, բայց սա արհեստական բանականություն է, հետո ասում են, հետո ինձ սիրուն է։ Ինչպես է հնարավոր իրական տեսանյութերը տարբերել AI-ով ստեղծվածներից, մասնագետները նշում են, գործիքներ կան, բայց լավ չեն աշխատում։ Որոշ ծրագրեր տեսանյութերը ստեղծում են տարբերանշանով, կամ սոցցանցերում է երբեմն նշվում, որ AI-ով է պատրաստված, սակայն հիմնականում տարբերելը բարդ է։ Արհեստական բանականության վիդեոները արդեն այդպիսի մակարդակի են հասել, որ ոչ մի գործիքով հնարավոր չէ դրանք բացահայտել կամ շատ դժվար է բացահայտել։ Պետք է ոնց որ մարդկային բանականություն աշխատի, եթե շատ տարօրինակ է, առնվազն մի քիչ կողք թողես, ստուգես։ Մասնագետները խորհուրդ են տալիս տեղեկատվությունը ստուգել տարբեր աղբյուրներով ու փաստերը համադրելով։ Լիանա Խաչատուրյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։